Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք։ Դեկտեմբերի 24-ին ժամը 7-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հրավիրում է իր տարվա ամենասպասված ու գլխավոր միջոցառմանը՝ ամանորյա դիմակահանդես պարահանդեսին։ Կազմակերպիչները խոստանում են իսկական հեքիաթ ժամանակակից վերջաբանով։ Իսկ մենք այդ ամենի մասին կխոսենք մեր հետաքրքիր հյուրերի հետ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի զարգացման հիմնադրամի տնօրեն Սոնա Վերդյան, Լույս Առավոտին, երգիչ հաղորդավար Հայկ Պետրոսյան։ Բայց եթե թույլ կտակ, մինչև անցնենք այս շատ թույն ֆանտաստիկ իվենթին, ձայնու աղմուկից կուզեմ խոսենք դեկտեմբերի 13-ին ինչպես անցավ այդ ֆանտաստիկ խորագրով երաժշտական հետաքրքիր ճամփորդությունը, որին որ ցավոք սրտի մենք ներկա չենք գտնվել։ Շատ կարճ, եթե իհարկե դեմ չեք։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, ձայնու աղմուկ ինքը կոմիտասյան ձայն աշխարհի մասին է եւ ժամանակակից աղմուկոտ աշխարհի կոնտրաստի մասին էր։ Լավ անցավ, հավես անցավ, հետաքրքիր անցավ, ինքը ինձ համար ոնց որ վերջնական պրոդուկտը չէր, ես ինչ որ փորձարկումների փուլի մեջ եմ, վերջնական պրոդուկտը պատրաստ կլինի մարտ ամսին, բայց ինչ որ փուլեր կա, որ պիտի հանդիսատեսի հետ փորձես, կառուցես, երգես, հասկանաս, որը շտկես, որը զարգացնես, եւ ֆիլհարմոնիայի շենքում մի հրաշալի սրահ կա, Շուշիկի կոչվում է, հենց այդ ստեղծագործության այդտեղ էր շատ այդպես հրաշալի սրահ է, այդտեղ անցավ, լավ էր, շատ շնորհակալ եմ, որ հարցրեցիք։ Շնորհակալ եմ շատ, ես վստահ եմ, որ ավելի շատ կխոսենք դրա մասին, որովհետև մեր իրականության մեջ նման իվենթները, նման հանդիպումները պետք են, դա շատ նաև բուժիչ է, դա շատ մակրող է եւ մեր լսողության եւ մեր հոգու եւ մեր սիրտը էլ ավելի ջերմացնելու համար նման հանդիպումները պետք են։ Շնորհակալ ենք։ Դե ինչ խոսենք այս թոուբոհից, այս գժանոցից, բարից իր լավ իմաստով, ինչպես ծնվեց այս ամեն ինչը, ինչ է սպասվում ընդհանրապես։ Ծնվել է նախորդ տարվանից սկսած, կարծում եմ, որ աստիճանաբար ֆիլհարմոնիայի բազմաժանրությունն ու բազմաճյուղությունը տվեց հնարավորություն այդ միջազգային ակադեմիական երաժշտության, բայց դրա հետ մեկտեղ նաև տոնական միջավայրի համատեղ գեղեցիկ ներկայացման առաջարկի ձևավորմանը եւ մենք կարողացանք նախորդ տարի ունենալ առաջին դիմակահանդես պարահանդեսը, որին դարձյալ Հայկը մասնակից էր, բայց այս տարի դիմակահանդեսը ել ավելի հետաքրքիր ձևաչափում է ներկայացվում, որտեղ բացի նրանից, որ ներգրավված են էլի տաղանդավոր արտիստներ, միջավայրը շատ տոնական եւ հանդիսավոր է լինելու, պայմանները հետաքրքիր են, որովհետև արդեն ձևավորվում է մշակույթ դիմակահանդեսի ներկայանալու հանդիսատեսի համար, ունկնդրի համար, զգեստները պետք է ընտրված լինեն, մուտքը պետք է լինի հատուկ տրամադրությամբ, ուզում եմ ասել, ինքը արդեն ձևավորում է մշակույթ, բայց բացի դա մենք նաև դահլիճում որոշակի փոփոխություններ ենք իրականացրել, որպեսզի ունկնդիրը հանդիսատեսը ավելի ազատ իրեն պարահանդեսային միջավայրում զգալու հնարավորություն ունենա եւ աթոռների մի մասը հանված են։ Այսինքն բացի նրանից, որ դահլիճում լինելու են փոքրիկ հատված հանդիսատեսի համար, որտեղ կարող են նստել եւ ունկնդրել, վայելել, լինելու է նաեւ փոքրիկ պարահանդեսի համար նախատեսված հատված, որտեղ լինելու են նաեւ պարային կատարումներ, բեմադրված պարեր։ Լինելու է նվագախումբ, սիմֆոնիկ նվագախումբ է լինելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, որի դիրիժորն է Նատալի Կոստանյանը, Իչե Գալստյանը, լինելու է պարախումբ, կադանս պարախումբն է լինելու, մենակատարներ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներն են Ռոմանը Խնկոյան եւ Սիլվան Պետրոսյան, բացի դա նաեւ մեզ մեներկչուհի է միացել Լիանան Սիմոնյան, դաշնակարուին կլինի Հասմիկ Անտոնյան եւ ունենք նաեւ DJ արդեն շատ ավելի ուշ, երբ կենացրերը քաղցրացած կլինեն եւ արդեն Դա ավտոփարքին է, հա, տենց շարունակությունն է, որովհետև ավտո չունենք այս դեպքում։ Ինքը իրականում այդ շատ հավես բան կա, որ շենքի հնարավորությունները, այսպես ասենք, կոնկրետ այս միջոցառման շրջանակներում օգտագործված են այն իմաստով, որ 3 հարթություն ունենք, մեկը գլխավոր սրահը, դահլիճը, բեմը, որտեղ որ Սոնան նշեց աթոռները մի մասը հանվելու են, այսինքն ոնց որ դահլիճը նաև պարահրապարակ է դառնում, դա առաջին հարթությունն է, որտեղ
նվագախումն է, ելույթներն է եւ այլն, դրանից հետո շարունակելու ենք ֆոյեների հատվածը, որոնք էլի բավականին լայն հատված են եւ այդ հարթակն էլ օգտագործվելու, այնտեղ հյուրասիրություն եւ այլն, մի պահից հետո նաեւ էլի ելույթներ եւ վերջում, այսպես ասած, ճակերտավոր after party-ին, երբ կենասները կքաղցրան, իջնում ենք ներքև արդեն underground, everybody put your hands up եւ սկսում ենք, այսպես ավելի ազատ non-stop բարային ծրագիր էլի։ Այդ հոլովակում մենք դիտում ենք, ես նկատեցի ներողություն խնդրում իհարկե, ցենց ինչ որ luxury-ին շատ էր, բայց չափի մեջ էր։ Ու այդ համադրությունն էր շատ հետաքրքիր։ Ֆանտաստիկ էր ամեն բան մտածած, բայց այդ luxury-ին ցենց շատ լավ ինչ որ ցենց հիմք էր տվել այդ ամեն ինչը։ Խնդրեմ։ Հեքիաթ ժամանակակից վերջաբանով բովանդակային իմաստով ինչ է սա նշանակում։ Այսինքն տալիս է հնարավորություն ակադեմիական երաժշտության ներկայացման նոր ձևաչափի եւ բացի դա նաեւ ստեղծագործական ազատություն, որտեղ դուք գիտեք, որ Հայկը այն բացառիկ արտիստներից է, որը բազմակողմանի ներկայանալու եւ բազմաժանր ստեղծագործական կարողություններ դրսևորելու հնարավորություններ ունի եւ կարող է օպերետներից, օպերաներից հատվածների ժամանակ միանալ երգիչներին, կարող է ազատ իմպրովիզացիոն բնույթի թե խոսքի, թե երաժշտական կատարումների առումով հատվածներով ներկայանալ եւ կարող է DJ-ի հետ համարժեք, կարծում եմ, սեթերին միանալ եւ այդպես միջամտություններ բերել։ Մտածում եմ հեքիաթ ժամանակակից վերջաբանով վերջում սա վարկի տակ են մնում։ Միտքը որ եթե կարելի է ես շարունակեմ տեսեք ինքը դասական միջավայր է լինելու, որը ոնց որ համաշխարհային մշակույթի ամենագեղեցիկ միջավայրերից մեկն է, այդ երաժշտությունը, այդ վալսերը, այդ վերաբերմունքը, այդ էսթետիկան, էտիկետը եւ այլն։ Ես չի ասի luxury-ն իր մեջ մի քիչ տենց բան ունի, էլի, գլամուր բաներ ունի, չէ, այստեղ ավելի շատ կլասիկ ես կնշի, ինքը ոչ այդպեսին է, էլի։ Մարդիկ գալիս են, մտնում են ներս, արդեն հնչում է գեղեցիկ վալսեր, արդեն տրամադրությունը լինելու է։ Նրանց բաժանվելու են դիմակներ, նրանք հակնում են այդ տրամադրության մեջ են ընկղմվում։ Առաջին հատվածում, որտեղ այսպես դասականն է վարսն է, ես ավելի շատ տենց կոնֆերանսիե մի կերպար եմ, որը բալը վարում է, մի քիչ կատակում է, մի քիչ լուրջ է անում, մի քիչ ինձ այնով եմ երգում, միգուցե մի քանի տենց նմանակումներ անեմ եւ այլն, կատակի մեջ, ոչ թե ինչ որ ծաղրի իհարկե։ Այնտեղ փոքրիկ դուետներ եւ այլն, անցյալ տարի արել ենք նվագախմբի հետ ինչ որ կատակներ եւ այլն, ինչ որ ինձ թույլ տվեցին վերցնել այդ դիրիժորի փայտիկ ինչ որ պոստերնոսներ։ Այս ամեն ինչը շատ լավ տոնական տրամադրություն, նախատոնական այսպես ասենք, ամանորյա տրամադրություն է ստեղծում։ Մյուս հատվածը, որը տեղափոխվելու ենք հետո ֆոյե, այդտեղ էլ բարերը շարունակվում, մարդիկ են բարում, բարի խմբերը կան։ Ես անցյալ տարի էի բերել, այս տարի եմ գիտարս հետս բերելու անպայման, որովհետեւ ինչ որ պահ գալ է, որ սկսում ենք ինչ որ բաներ միասին։ Այս հոլովակում ենք նայում, ներողություն անցած տարվանից։ Այո։ Հա, սա անցած տարվանից է։ Եվ ժամանակակից թեմային գալու արդեն այդ ներքևի DJ-ի հետ շարունակությունն է, որտեղ արդեն մի քիչ ավելի stand-up-ային ոճի մեջ է մի քիչ կատակում եմ եւ այլն եւ այսպես ասենք թողնում ենք բարային։ Եվ ձեր պատասխանի շարունակության հետ կապված մի հարց եւս, դուք լինելով որպես երգիչ, տաղանդավոր եւ հաղորդավար, այս ձևաչափի միջոցառումը ինչպիսի էներգիա է ձեզնից պահանջում, որովհետեւ հանդիսատեսը այստեղ որպես դիտորդ չէ միայն, նաեւ մասնակից է։ Ինչ էներգիա է պահանջում։ Դրական աշխատանքային լավ էներգիա, ոնց որ միշտ։ Օրինակ որ համեմատենք, հա, անցած տարվա հետ։ Նախ ես ում հասկանամ ճակերտների իհարկե չբացելով, տարբերությունը շատ մեծ է լինելու, այսինքն ես վստահ եմ կլինեն մարդիկ, ովքեր որ անցած տարի մասնակցել են, այս տարի եւս ուզում են լինել ու հետ գնանք, հա, հիշենք, որ ինչպես ընկալվեց հյուրերի կողմից, մարդիկ ինչպես դա ընդունեցին, այսինքն շատ պահանջված էր, վաու էր, սպասված էր եւ սա շարունակական բնույթ է գրել, ինչ է կարծում։ Ես կարծում եմ, որ սպասված էր, հաշվի առնելով, որ միջազգային մշակույթում դա ընդունված տարբերակ է եւ բոլորիս համար ցանկալի կլինի հատուկ պատրաստվել դիմակահանդեսի արտաքին կերպարից սկսած մինչև տրամադրվածությունից այս տարի նաև դալիճի մի փոքր փոփոխություն այն որ աթոռները հանվել են տալիս է ավելի լայն հնարավորություններ եթե նախորդ տարվա ընթացքում պարային համարներին կարող էր միանալ միայն ճեմասրահներում հատկացված հանդիսությունների ժամանակ ապա այս միջոցառման ժամանակ ունենք հնարավորություն անմիջապես բեմից հնչող ստեղծագործությունների կատարման ժամանակ լինել արդեն անմիջական մասնակիցը հենց դալիճում։
ավելի ինտերակտիվ, ավելի ազատ, ավելի ջերմ, ավելի միասին միջոցառումը կազմակերպելու եւ անցկացնելու հնարավորություն ենք ունենում։ Հատկապես որ հնչելու են ստեղծագործություններ, որոնք հնարավոր չի, կապ չունի երաժիշտ ես, այնքան հանրաճանաչ եւ սիրված ստեղծագործություններ են արել, որ վստահ եմ բոլորը սկսելու են երգել։ Դե շատ մեծ պարտավորություն, մեծ պատասխանատվություն է ձեր ուսերին դրված, Հայկ, որովհետև բացի այն, որ դուք պետք է մաքսիմալ համահունչ լինեք, հա, ձեր գոլեգաների, ընկերների հետ, պրոֆեսիոնալ երաժիշտների, պարողների հետ, նաև ես չգիտեմ, քանի մարդ օրինակ անցած տարի եկել։ 300-ից ավելի։ Ես ասեմ, իրական այո, պատասխանատվություն կա, բայց դա այդպես ծանր տենց համաճան այս պատասխանատվությունը չի, մի քանի բանի շնորհիվ։ Նախ ֆիլհարմոնիայի թիմը աշխատակազմը շատ նվիրված պրոֆեսիոնալ մարդիկ են, որոնք իրենց գործը մեծ սիրով եւ մեծ նվիրվածությամբ են միշտ եւ բծախնդրությամբ կազմակերպում են, այսինքն այն որ գիտես մի ամբողջ թիմ կա էլի այդ պատասխանատվությունը իր վրա վերցրած, ոնց որ մենակ չես այս հարցի մեջ, դա արդեն շատ թեթևացնում է։ Հետո սա այն միջավայրն է, որտեղ համ հանդիսատեսը, համ ելույթ ունեցողը պետք է վայելեն այդ վիճակը, էլի, այդ պահ, այսինքն բացարձակ ոչ մի լարվածություն, հակառակ այդ վալսի այդ թեթև տրամադրությամբ պիտի ամեն ինչ գնա։ Այնպես որ իհարկե այդ պատասխանատվության պահը կա միշտ հանդիսատեսի առջև, բայց ինքը շատ ջերմացնող, թեթև տոնական պատասխանատվության մասն է խոսքը գնում այստեղ։ Մեր նպատակն է, կարծում եմ, այսպես մի քիչ եթե մեծացնենք, մի քանի բան։ Նախ մշակութային տեսանկյունից սա շատ հետաքրքիր նոր կոնցեպտ է բերել, որ նախորդ տարի սկսվեց, այս տարի շարունակվում է, հուսամ էլի շարունակական կլինի։ Այդ, այսպես ասենք, դիմական հանդեսի գալու մշակույթը, վալսեր պարել սովորելու մշակույթը, դասական այդ ստեղծագործություններին ծանոթանալու կամ եթե ծանոթ ես բեմից կատարումը լսելու, վայելելու եւ ընդհանրապես այդ բարեկիրթ միջավայրը ստանալու մշակույթ։ Ինքը ինձ թվում է շատ հետաքրքիր եւ այսպես մեր երկրում մշակութային կյանքի մեջ իր մի հատ այսպես յուրահատուկ գույն է ավելանում։ Իսկ ովքեր են կարողանալու գալ, ովքեր, չգիտեմ, կամ ինչ-որ պարտեի Ռաֆոնա գալու, բայց ես անգամ սոնա եմ։ Ով ցանկացած մարդ կարող է գալ, այսինքն ինչ կարող է։ Իսկ դիմակները ես ինչպես հասկացա, դուք արդեն տալ եք, բայց face control հագուստի հետ կապված ինչ-որ բան ունեք, որ նախապես բոլորին տեղեկացրել ենք, որ երեկոյան հագուստներով պետք է ներկայանալ պարտադիր, որևէ այլ սահմանափակում չենք դնում, էլի, իսկ ընթացքում մենք նրանց կտրամադրենք արդեն դիմակներ, որոնք նաև ընդհանուր տրամադրության եւ տրամաբանությամբ են նախապատրաստված, այսինքն ոչ այն առումով մենք հակասություններ չենք ունենալու, էլի այդ առումով բոլորը մեկ, ինչպես նկատեցիք նաեւ նախորդ տարվա հոլովակից, ընդհանուր մի ոճեր են տրված, նույնքան այս տարի շարունակվելու։ Դե ինչ ես կարծում սա ցավոք սրտի 2025-ի մեր վերջին հանդիպումն է, կհանդիպենք վստահ եմ 2026-ին, ինչ է սպասվում Հայկ, մի երկու բառով շատ կարճ է, ինչ սպասենք ձեզանից 2026-ին, եթե իհարկե հնարավոր է հիմա ասել։ Իրականում 2026-ը առաջ աստված, բայց բավականին տենց ինտենսիվ տարի ենք, հիմա պլանինգի մեջ ենք նախատեսում ենք, հիմնականում 3 ուղղությամբ են աշխատանքները տարվելու, առաջինը Կոմիտաս վարդապետի հետ կապված, այսպես կոմիտասյան թեմաներով ներկայացումներ, ելույթներ, մեծ եւ փոքր միջոցառումներ տարատեսակ, ուղղակի ասես մի բառով չեմ կարող ասել։ Հուսամ կստացվի նախաձեռնել մի քանի այսպես կարևոր ելույթներ Շարլ Ազնավուրի մեր ծրագրով, որը մենք տալ ենք հյուրախաղերի հիմա վերադարձանք։ Եվ անպայման նաև իմ հեղինակային երգերով մի քանի համերգներ ուզում եմ անել, ինչպես նաև տարբեր ալբոմների թողարկումներ, այսպես իրական բավականին խիտ ծրագիր կա, հուսամ առիթ կլինի կհանդիպենք ավելի մանրամասն ու հագեցած է լինում, որ ասում եմ չավելացրեցիք ոչինչ, որովհետև միշտ ձեր տարին հագեցած, տպավորիչ ու ֆանտաստիկ բան։ Չգիտեմ, տեսնենք ոնց կլինի առաջ։ Շնորհակալ եմ, չգիտեմ 2026-ից ինչ ենք սպասում։ Ստեղծագործական զարգացման հնարավորություններ, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիային, ապա փորձում ենք այն գաղափարներ, այն ճանապարհը, որը բռնել ենք արդեն մի քանի տարի շարունակել, զարգացնել, տալ հնարավորություն տարբեր սերունդներին համագործակցել
Բաբաջանյան համերգասրահի հետ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի հետ, նաև միջազգային հարաբերությունների եւ միջազգային համագործակցությունների մեջ ունենք մի շարք անակնկալներ, ամեն անգամ փորձում ենք ել ավելի բարձրացնել դասական երաժշտության համագործակցությունների որակը, այն երաժիշտերին ում հրավիրում ենք եւ հուսանք, որ այս տարի դարձյալ դասական արվեստի սիրահարները կունենան հնարավորություն վայելելու բարձր որակի համերգներ։ Պես միշտ։ Շնորհակալ ենք շատ, իսկ տոմսերի հետ կապված, հա, տոմս կամ մուտքավճար ոնց է, ինչպես եւ որտեղից կարելի է։ Տոմսերը կարող են on-line հարթակում գնել, Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի դրամարկղից գնել, այնպես որ տոմսարկղից գնել, այնպես որ ազատ է դեռևս հասանելիություն կա, թող շտապեն, որովհետեւ իսկապես լավ միջավայր է սպասվում, կարծում եմ Հայք էներգետիկան բավական է, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմենք, բայց նաեւ ինտեգրված երաժիշտները բարձր որակի արտիստներ են, մենակատարները, որոնք որ երգելու են եւ սիմֆոնիկ նվագախումբը, որը հանդես է գալու, ել չեմ խոսում պարարվեստի ներկայացուցիչների մասին, որոնք որ միանշանակ ոչ միայն իրենց վարպետությունն են ցույց տալու, այլ նաեւ զուգընկեր են դառնալու հանդիսատեսի համար, հրավիրելով հանդիսատեսին բարին եւ սովորեցնելով նաեւ որոշակի շարժումներ, որոնք որ մեզ կտան այդ դիմակահանդեսի, պարահանդեսի մշակույթի կրողը իրապես լինելու։ Դե միայն ներկայացնելով արդեն շատ գրավիչ է, հնչում ամեն ինչ ու հուսով եմ մեր հեռուստատոր կունենա հնարավորություն ժամանակ եւ պարտադիր ներկա կգտնվեն։ Եվս մեկ անգամ իջեցնենք դեկտեմբերի 24-ին ժամը 19-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան հրավիրում է ամենասպասված դիմակահանդես պարահանդեսին բոլոր մանրամասները, իհարկե եւ էջերով կարելի ամեն ինչ գտնել եւ բոլոր հարթակները նշվեցին։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ մեր հյուրերն են եւս մեկ անգամ իջեցնենք Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի զարգացման հիմնադիր տնօրեն Սոնա Վերդյանը եւ երգիչ հաղորդավար տաղանդավոր մարդ Հայկ Պետրոսյան։ Շնորհակալ ենք։ Ձեզ լավ օր։ Ընդմիջենք շատ արագ գովազդով, մեր մյուս հյուրերը արդեն այստեղ են, թե ով եւ ում հետ ինչից կիմանանք մի փոքր ավելի։